Անվտանգությունը ըստ էության այն մթնոլորտն է, որը պետք է գոյություն ունենա երկրում եւ առաջին հերթին պետք է խարսխված լինի հասարակական արդարացիության վրա, ոչ թե արդարության, այլ արդարացիության, որովհետեւ պաշտպանված է միայն այն երկիրը, որի քաղաքացին ամեն պահի իշխանությունների կողմից ստանում է իր իրավունքները կամայական իրավիճակում։ Ну, չեմ ուզում ավելի լավ բերեք ճշգրիտն ասենք, դա պետության մշտական եւ անընդհատ կամքն է յուրաքանչյուր քաղաքացուն մատուցելու իր իրավունքները կամայական պահին։ Դեռևս 4-րդ դարից, 3-րդ դարից չի փոխվել այդ արդարացիության եւ հետեւաբար հասարակական արդարացիությունը որպես այդպեսին անվտանգության մի անվիճելի բաժինն է, մեծ եւ այս տեսակետից իհարկե կան նաեւ պաշտպանվածության աստիճանը։ Մենք քաղաքակրթություն ենք, որը հիմք է դրել ամրակայված քաղաքների քաղաքակրթությանը, այսինքն առաջինը մենք ենք, որ կառուցել ենք բերդ ամրոցներ եւ ստեղծել ենք քաղաքային մշակույթ, դա պարզերևում է մեր դյուցած ներգությունից։ Պետք է նշեմ, որ ներկայիս իմ կարծիքով, անձամբ իմ կարծիքով, անվտանգության կարևորագույն հարցը հայ ժողովրդի միասնականությունն է, որովհետև ավելի մեծ արժեք, ավելի մեծ նշանակություն ունեցող երևույթ դժվար է պատկերացնել, իհարկե կա նաև մշակութային անվտանգության հարցը, կա ռազմական անվտանգության հարցը, գոյություն ունի համաշխարհային անվտանգության շրջանակի սպասարկում քո կողմից եւ հետեւաբար նրանց կողմից, այսինքն միջազգային կառույցների կողմից ստանալը այն ամենը, ինչը որ կապված է անվտանգության հետ, գոնե ճանաչվելը եւ սպասված լինելը կամայական այն կենտրոններում, որոնք աշխատացնում են միջազգային անվտանգության արդեն մեխանիզմները, ուրեմն արտաքին կա, գոյություն ունի ներքին, իսկ ներքինի մեջ ամենակարևորը ես հատկապես համարում եմ դա մեր ժողովրդի ամբողջականությունն է, գլխավոր խաղաքարտը, որովհետև 90%-ից ավելին դրանք հայ քրիստոնյաներ են, դու մարդուն հարցնում ես, ինքը կարող է չի էլ աղոթում, ասենք, բայց միևնույն է ինքը ասում է, որ ես հայ քրիստոնյա եմ եւ 90%-ից ավելի ուրիշ այդպիսի երկիր գոյություն չունի այսօր, ցավոք սրտի, ամբողջ աշխարհով մեկ տեղի է ունեցել սեկուլարիզացիա, այսինքն ապակրոնականացում, որի հետևանքով այդպիսի ծանրության կենտրոն այլևս չկա, այսինքն Ամերիկայում Թրամփի շատ լուրջ մտահոգությունը այսօր նաև այն է, որ իջելացած քրիստոնյաների թիվը 50-ից 50%-ից ցած եւ վասպ քրիստոնյաների թիվը այնտեղ մեջ արդեն կազմում ավելի ցածր թիվ, որը ինքը համարում է, որ այն ծանրության կենտրոնը, որի վրա կարող է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակել իր միջազգային հեգեմոնի, այսպես ասած, կարգավիճակը վտանգված է։ Ինչից ելնելով մենք տեսնում ենք նաև այսինքն միջազգային քաղաքականության տարուբերումներ եւ ցանկալի կլներ, որ դրան անդրադառնային, ուղղակի նշեմ, որ չնայած այն հանգամանքին, որ մենք ապրել ենք ռազմական վայրի վերումներ, այսինքն այդ 44-օրյա պատերազմը, հետո Արցախի մարդաթափ, այսինքն հայաթափ լինելը, մենք այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որ մեր անվտանգությունը պայմանավորված է նաև կորուստների կամ զգալի կամ ամբողջական վերադարձով, որովհետև անվտանգությունը հնարավոր չի հատված կորցնել, հատված տարածքներ զիջել եւ վերջին հաշվով պատկերացնել, որ մենք անվտանգության շեմը մեր բարձրացրեցինք, այդպիսի բան չկա ուղղակի աշխարհում։ Փաշինյանի ասացները եթե դա լիներ Ճապոնիան, որը որ ատոմային ռումբի հետ հետո գնաց, շոքեց նահանգներին, ասացրավ մեզ կոտորել եք, թողեք զարգանանք, մենք համաձայն կրենք, բայց մենք ապրում ենք մի ռեգիոնում, որտեղ որ շատ մեծ շահեր են բախվում, այսինքն հենց այս որը կոչվում է միջանցք, անցած անգամը նշեցին, միջանցքները լինում են քաղաքական, ռազմական, տնտեսական, մեր ամբողջ հարցը, որ այդ բոլոր 3 միջանցքի ձևերը համընկնում են հենց այս մեր, որ ադրբեջանցի կոչվում են Զանգեզուրի միջանցք, կամ Տիրաղայտիպի, կամ Պուտինի ուղի, եւ այստեղ շատ լուրջ քաղաքական ուժերի
բախում է կայանալու եւ արդեն կայանում է ինչ վերաբերվում է անվտանգության հարցին, թե մենք եկեք մոռանանք, մենք կլինենք անվտանգ, ոչ, ես նշել եմ 4 միլիարդից ավելի կապնվելու է իրար, դա հզոր շահերի, ֆինանսական, էկոնոմիկական շահերի բախումը եւ եկեք սրան մոռանանք, նրանք անընդհատ ձգտելու են դա անել, Վրաստանը ձգտելու է, որ չբացվի, Ղազախստանը ձգտելու է, որ չբացվի, անվտանգության մասին խոսալ, մեր հենց ամբողջ վիշտը գալիս է նրանից, որ ազգերի լիգան վերացավ հենց այդ պատճառով, որ ասենք նրանք չարեցին, չճանաչեցին հայերի ցեղասպանությունը, այսինքն չկարողացան ձևակերպել խախտված իրավունքները, որ նա փոխվեց ՄԱԿ-ով, ՄԱԿ-ը հիմա չի կարողանում էլ այդ նույն բանը անել, բացի նրանից, որ նրանք ազգերի լիգան չկարողացան նրանք, նույնիսկ բերեցին Թուրքիային, որը որ պետք է պատժվեր իրենց փաստաթղթերի, սարքեցին դաշնակից, հետո մտցրեցին ՆԱՏՕ-ի մեջ, այսինքն այն հանցագործ կառույցը, այն հանցագործ երկիրը, որ պետք է պատժվեր իրենց կանոնադրության, չարեցին եւ ազգերի լիգան ավտոմատ կործանվեց։ Եկավ ՄԱԿ-ը, բացի հայերից եղան ուրիշ կոտորածներ, Աֆրիկայում, տարբեր տեղեր, ՄԱԿ-ը էլի կորցնում է իր թե դարձել է արձագանքող ինչ-որ կառույց, երբ որ պարոն Տրամպը ասում է, որ ես նոր համակարգ եմ ստեղծում, էդ էլ է փլվելու, քանի որ ի սկզբանե կա հարց, որ չի լուծվել, իսկ երբեք խախտված իրավունքը նոր իրավունք չի կարող ծնել։ Այսօրվա իրականությունը ինչ է դարձել, ոչ ոքս ապահոված չենք, այն ազգերի լիգայի ժամանակ, որ մի պետությունը մյուսին պատերազմ էր հայտարարում եւ գնում էր պատերազմներ, այսօրվա պատերազմները առանց հայտարարելու են, թե շատ հեռու չգնանք, Արցախյան 44 օրյա պատերազմը սկսվեց ինչ-որ զորավարժություններից, այդ SVO-ն, Ռուսաստանի, Ուկրաինայի դեմ էլի զորավարժություններ, չնայած Բայդենը ասում էր, մենք օրն էլ գիտենք եւ հենց այդ օրը համընկնեց, Ռուսաստանը հրաժարվում էր, ասում էր, մենք չենք հարձակվելու, մի խոսքով, այսօրվա իրականությունը դարձել է այն, որ չկա այդ բարոյական կողմերը, որ մի պետությունը պետք է մյուսին պատերազմ հայտարարի եւ մենք ապահովենք, եթե կնքեցինք խաղաղության պայմանագիր, հա, ինչ ձև էլ դա լինի, հա, մենք ապահով ոչ ոք չի հայտարարում պատերազմ, չկա այդ հայտարարությունները ուժի կիրառումով հարձակվում են, գրավում են եւ նախագահ են գողանում երկրից, այսինքն ինչ-որ նոր հասարակարգ է, որը որ մեզ կործանելու է։ Ըստ էության, պարոն Խաչատրյանը շատ կարևոր սահմանումները տվեց անվտանգության, ինքը բազմակոմպոնենտ հասկացողություն անվտանգությունը, սննդի անվտանգությունից սկսած մինչև ռազմական, բայց ամեն դեպքում, քանի որ ազգը դա հասարակական համակարգ է, հոգևոր անվտանգությունը շատ առանցքային է, հոգևոր միասնությունը շատ կարևոր է եւ մինչև ասենք մտածել ռազմական կոմպոնենտի կամ մնացած բոլոր կոմպոնենտների մեջ պետք է այդ առանցքային հարցի շուրջ մենք խոսենք, որտեղ այսօր մենք տեսնում ենք խիստ պառակտում եւ դա ակնհայտորեն հրահրվում է դրսից եւ ներսում կատարվում է, ասենք սկսած առաքելական եկեղեցու դեմ ինչ որ տարօրինակ հալածանքներով վերջացրած տարբեր տիպի աղանդների ներմուծմամբ Հայաստանում, որը, ասենք, պատկերացնում եք Երևանի փողոցներով, որ անցնում եք, տեսնում եք աղանդավորականները տարբեր տեղեր կանգնած եւ հոգեվորսությամբ են զբաղված, հարցնում եք դուք ինչ ազգ եք, իրանք երբեք չեն ասում մենք հայ ենք, այսինքն ստեղից սկսում եմ
կասկածել, որ Ռիմա Վարժապետյանը մասնավորապես որ ասում է 800,000 ստեղ բան հրեական ինքնությամբ հայեր կան, քիչ համնում թե հավատաս, գիտեք, չէ, ես ստեղ ուզում եմ ասեմ, այդ մարդիկ, տեսեք, հեռացրել են մեզնից, մեծ ստվար խմբեր, դա եհովականներ, չգիտեմ, կյանքի խոսք, սիրո կյանք եւ այլ բազմաթիվ աղանդներ ենթարկել են անտրոպոցեդի այդ մարդկանց, նրանք արդեն նրանց հայկական ինքնությունը շատ լղոզված է, այդ ամենամեծ վտանգը հենց ստեղ է, որ ասենք այդ տիպի հասարակությամբ մենք չենք կարող անվտանգ զգալ ստեղ։ Երկրորդ կարևոր բաղադրիչը, ասենք կրթության հարցն է, ասենք որ մենք տեսնում ենք տոտալ ոչնչացում հանրակրթական դպրոցների, ասենք խայտառակ վիճակ է դպրոցներում, ուղղակի այդ որ մեկ-մեկ այսպես ասած այսօրվա իշխանությունները ասում են դպրոցներ ենք սարքում, այս ենք անում են, ոչ մի բան դա անիմաստ զբաղմունք է, որտեղ սկզբից պետք է կրթել, ստեղծել այն կադրային, այն բազան, այն ուսումնական ձեռնարկությունները, լուսավորչական եւ այլ, որ կդաստիարակի հայ եւ միասնական հզոր հայկական էթնոս։ Այդ խնդիրը լուծելուց հետո բոլոր մնացած խնդիրները ռազմական, պարենային եւ այլը մենք այսօրվա դրությամբ նույնիսկ ի վիճակի ենք այս տարածքի մնացած տարածքի վրա լուծել այն կարգի, որ ոչ մի մտքով չանցնի հարցակվել մեզ վրա, այդ ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ասենք պարենային անվտանգություն, այդ տիպի տեխնոլոգիաներ կան, բավարար քանակությամբ ջուր կա, արև կա եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուզում ասեմ, այստեղ ամենակարևորը այս պահից ես լինելով բնագետ տեսնում եմ, որ մեր համակարգի, հայկական համակարգին ներառյալ սփյուռքը հիմնական վտանգը գալիս է այդ այսպես տարանջատումներից եւ մասնատումներից, որը միտումնավորվում է դրսի ուժերի կողմից եւ ցավոք սրտի գտնում է իրեն այսպես ասած սատարողները ներսում, որոնք անում են, ես գիտեմ մարդիկ, որոնք ուղղակի գումարներ են ստանում բավական մեծ ժուրնալիստներ, 1.5 միլիոն դոլար եւ այլն, անունները չթվարկեմ, դա ժամանակը գա կասեմ, էլի ովքեր եւ այլն, որոնք ստանում են եւ կատարում են, ասենք, դրսի պատվերները մասնատել բան հայկական ինքնությունը եւ ոչնչացնել նրա հիմքերը։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, չնայած ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ լրագրողն եմ պարակտում մեր հասարակությունը։ Չէ, ես նկատում եմ, որ կան այդպիսի լրագրողական դասը դա շատ կարևոր այսօր դաս է, դա իշխանությունը։ Գիտեք, մենք ժողովուրդ ենք, որը աստղալույսի նման հատել է ժամանակները։ Մեզ հարակից ժողովուրդներ, ծագումնաբանության մեր շերտերից, ոչ մեկը չի ասել տեղ։ Նրանք բոլորը ցած են իջել պատմության թատերաբեմից կամ պահպանվել են խիստ ֆրագմենտար, իրենց խոսքը չլսվող, դերակատարություն չունեցող ներկայիս աշխարհում։ Մենք ամենախորը արմատներ ունեցող ժողովուրդն ենք երևի, իմ համար անձամբ դա այդպես է, որովհետև կրոնագիտական բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր բոլոր մեզ հասած միֆերը դա վերականգնողական գործունեության հետևանք է։ Ոչ մեկը Գիլգամեշի առասպելը չի վերահասցրել, այսօր բառացի տիրապետողները չեն եղել, գնացել ենք, գտել են ինչ-որ տախտակներ կավե, կիսա վնասված, գտել են որմնանկարներ պեղումներից, գտել են քանդակներ, դրանց վրա ֆանտազիաներ են կառուցել եւ դարձրել են Գիլգամեշի առասպելը։ Եվ միայն մենք ենք, որ այդ անհիշելի ժամանակներից, մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակից գալիս ենք եւ մարդիկ կրողները եղել են ողջ, որոնցից գրվել է համահավաքը
եւ Սասունցի Դավիթ էպոսը որպես այդպիսին։ Հիմա մեր միասնականությունն է, որ մեզ բերել հասցրել այստեղ։ Եթե մենք պարակտված լինենք, տեսեք, մենք հսկա բազմություն ենք ունեցել, հսկա, որովհետև նա տիրապետելիս է եղել Բյուզանդիայի ողջ ինքնությանը։ Մենք ունեցել ենք արքայական դինաստիաներ Բյուզանդիայի գահի վրա։ Այդ արքայական դինաստիաները բոլորը եղել են ուղղափառ, հույն ուղղափառ, որովհետև կայսրը կարող է լինել միայն հույն ուղղափառ։ Այսպիսին էր եկեղեցվո պարտադրանքը։ Ուր են այդ աներևակայելի քանակությամբ հայերը։ Հա, ինչ-որ չափով Պավլիկյանների մեջ միգուցե միտեղ Լեհաստանում գտնենք Պավլիկովներ կամ Պավլիկովաներ, հասկանանք, որ հա, այդ անհիշելի ժամանակներից եկած Եվրոպա հասած հայեր են, որոնք հայերեն չգիտեն, ոչինչ չգիտեն։ Ֆրանսիայի կենտրոնում դուք կարող եք գնալ տեսնել հա հայերի կառուցած եկեղեցին, այդ Պուատիեի եկեղեցին մեծ հաղթանակից հետո, որ դիմում էր իր զորքին Ֆրանսիայի այդ ժամանակվա տիրակալը, հա, Կարլ Մարտելը, նա ասում էր մենք չենք կարող հանձնել մուսուլմանական զորքին Սուրբ Մարտինի մասունքները, որը Գալիայում տարածել է քրիստոնեությունը եւ հայերի կառուցած եկեղեցու ներսում անթեղված են նրանք։ Մենք այսօր պետք է կռվենք մինչև վերջ։ Եվ Պուատիեի ճակատամարտով այսօր բոլորը ասում են, որ ծնվեց Եվրոպան։ Հա, այդ հայ վարպետներն էին, որ գնացել էին, այսօր էլ որ գնաք, դուք ձեզ կթվա, որ հայկական եկեղեցի, հա, եկել եք կմտնեք ու կտեսնեք այն ամենը, ինչ այստեղ կա։ Հիմա երբ որ մենք ասում ենք պարակտում, այո, սեգմենտացիան մեր ժողովրդի դա ամենածանր բանն է, որը կարող է բաժին հասնել մեզ։ Բայց այն աշխարհին, որը հույս ունեմ, որ անցողիկ է, այսինքն անցնում է արդեն եւ հնարավոր է որ էլ հետ չգա, այդ աշխարհին որևէ կերպ չբռնող երևույթ էր հայերի միասնականությունը։ Այսինքն այդ մարդիկ աշխարհի մարդ էին համարում իրենց, տիեզերքի մարդ էին համարում իրենց եւ որևէ ազգային ինքնություն, միասնականություն, որը մեր համար, մեր առհավատչայի միակ խարիսխն է, իրենց համար ընդունելի չի։ Ես հավատացնում եմ ձեզ դրանից չեմ չարանում, չեմ նեղվում։ Ես գիտեմ, որ իմ ժողովուրդը արդարացի է եղել, հա, երբ որ եկել են թշնամուն էլ սպանելու, ինչ է ասում Սասունցի Դավիթը, երբ որ պետք է ահմի մորթի բոլորին։ Եկել է որ բոլորին մորթի, որովհետև նրանք Աստծո ճշմարտությունները փոխելով են եկել, խեղել են։ Հիմա կանգնել է ասում ով քնած եք, արթուն կացեք։ Այսինքն վեր կացեք։ Ով ելել եք, ելեք, կեցեք։ Ով կեցել եք, զենք կապեցեք, զենք եք կապել, ձիթ համբեցեք։ Եթե փորձենք անգամ գնալ մի քիչ հարավ, որտեղ աստեղնալից երկնքի եւ լուսնային համակարգի ժողովուրդներն են, Աստվածաշնչի բաժանումն եմ ասում ես, իմ բաժանումը չի դա։ Նրանց մոտ պետքա սպանեին առավոտյան չարթնացած դեռևս, որ եթե արթնանասել, ֆիզիկապես ի վիճակի չլնես պաշտպանվել։ Այսինքն նենգությունը կար եւ հանգարց այստեղ բացարձակ հակառակ արժեքը, ով քնած եք արթուն կացեք, վեր կացեք։ Հերթով թվում է, որից հետո սկսվում է այդ պատերազմը, որտեղ ինքը կանգնացնում է մյուս բազմությանը կոտորելը, համարելով որ կոտորելը էլիտային, որոնք մեղավոր էին, մյուսներին բերել են։ Ամեն մինը մի տանճարակ, ամեն մինը մի մոր որդի, չի ուզում սպանել մյուսներին։ Այս բացառիկ հումանիզմն է, որ մեզ պահել է այդպիսի միասնականության մեջ։ Հիմա կորցնել այդ միասնականությունը իրար դեմ բերել, այդ հումանիզմը կորցնել, նշանակում է կորցնել մեր ինքնությունը, կորցնել այն, ինչը պատմության ամբողջ ընթացքում որպես շարժիչ մեզ բերել ու բերել է, անցակացրել այդ ժամանակները։ Նորից եմ կրկնում, մենք աստղալույսի նման ենք անցել այդ ժամանակները, շամփրել ենք այդ ժամանակները։ Մեր թվագրությունից առաջ 4-րդ հազարամյակից գոյություն ունենք կանք ու պետքա շատանանք էլ, չէ՞։